Ողջույն հարգելի գործընկերներ, ուրախ եմ ներկայացնել Դավիթ Ղազինյանի կենսագրությունը որպես տարածքային կառավարման եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Դավիթ Գագիկի Ղազինյանը ծնվել է 1981 թվականին Երևանում, 2002-ին ավարտել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստանալով իրավագետի մագիստրոսի աստիճան։ 2002 թվականի հուլիսին ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրա, դեկտեմբեր ամսին իր իսկ դիմումի համաձայն ներկայացել է տարկետման եւ զորակոչվել է բանակ։ Դավիթ Ղազինյանը ոլորտային կառավարման փորձ ունի։ 2006 թվականից առանցքային պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում, եղել է ՀՍՍՏ տնօրենի տեղակալ, իրացման տնօրենի տեղակալ, ղեկավարել է Մուսալեռ մասնաճյուղը, զբաղեցրել է իրացման տնօրենի, իսկ 2025 թվականին գլխավոր տնօրենի պաշտոնակատարի դիրքերը։ Դավիթ Ղազինյանն ունի երկարատև աշխատանքային փորձ, աշխատելով տարբեր համակարգերում ղեկավար պաշտոններում եւ գործնականում ծանոթ լինելով կազմակերպչական աշխատանքի, իրավական կարգավորումների եւ լինելով կառավարման գործընթացների մեջ, պարոն Դավիթ Ղազինյանի թեկնածությունը ու այնուհետև նրա այդ հանձնաժողովի ղեկավարումը այս հանձնաժողովում կարող է առավելագույն արդյունավետություն ունենալ։ Սա կարևոր է նաև հանձնաժողովի տեսանկյունից, որի ղեկավարումը առաջարկվում է վստահել պարոն Դավիթ Ղազինյանին։ Այս հանձնաժողովի իրավասությունների շրջանակը շատ մեծ է։ Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, գյուղատնտեսություն եւ շրջակա միջավայրի պահպանություն։ Այս բոլոր ոլորտներում իրավական կարգավորումների որակը որոշիչ նշանակություն ունի։ Տարիների նրա աշխատանքը վկայում է ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ բարդ իրավիճակներում կշռադատված որոշումներ կայացնելու կարողության մասին։ Այս ամենին գումարած աշխատանքային կարգապահությունը համոզված ենք նրան դարձնում են հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ ղեկավարելու վստահելի թեկնածու։ Ամուսնացած է, ունի 2 երեխա, պայստազորի շարքային է։ Պարոն Դավիթ Ղազինյանը ընդհանրապես դեմ է հաճոյախոսություններին, բայց ես համոզված եմ, որ իմ ավագ ընկեր, իմ լավ գործընկեր պարոն Դավիթ Ղազինյանը արդյունավետ կկառավարի այս հանձնաժողովը եւ ամեն բան կանի, որպեսզի այս ոլորտը ունենա լավագույնս արդյունքներ։